հիշում եմ մեր առաջի հանդիպումը։ Անգամ ստեղ գալուց առաջ ահա որ նեղվել եմ։ Ուզում եմ ասել, խնդրում եմ ինձ գումար տվեք, ես նոր շորեր ինձ գնեմ։ 3 տարի հետո նոր հասար ինձ էլի։ Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, 9 Արդեն երեխա կծնվի, թե ինչ բարդություններ, ես ընդհանրապես ինչ որ խոսում են, սա կլինի, նա կլինի։ Ավելորդ քաշից առաջացած խնդիրները ավելի լուրջ է, քան բարիատրիկ վիրահատությունից այդ կողմնակի երևույթները։ Անգամ դիմել եմ վատ պրեպարատների, որի անունը չեմ տա։ Վախը վիրահատությունից առաջ ո՞րն է։ Նարկոզը։ Վարքյանին է որ արդեն պետքա դնեիք այս մասկան, ես մտածում եմ ասեմ, չէ, ես հոգով թմբլիկ եմ դեռ։ Երբ հասկացաք, որ ուզում եք վիրահատվել։ Բայց ասել եք նվեր ու ստամոքսս բերեք նվեր։ Ուղեղի հետ աշխատանքը, որ գիտակցես, որ չես ուտելու էլ հաց։ Հիշում եք ասել էի այդ մասին։ Ինչ կասեիր Նինայի, որ պիտի վիրահատվեր։ Երջանիկ եմ։ Չեմ կարող էլ շարունակել այս բաները Նինան։ Բարև ձեզ։ Սկսում ենք մի նոր շարք եւ հաղորդման շրջանակներում զրուցելու ենք իմ պացիենտների հետ, ունենալու ենք պարզ անկեղծ զրույց։ Իմ առաջին հյուրը բլոգեր Նինա Տիտանյանն է, ում տեսնելը միշտ հաճելի է եւ ուրախ։ Ողջույն Նինա ջան։ Բարև ձեզ դոկտոր ջան։ Ոնց եք։ Լավ եմ, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Ուզում եմ հարցնել առաջի հենց հարցը, ի՞նչն է եղել ձեր ամենամեծ կորուստը, բնականաբար քաշի կիլոգրամները չհաշված։ Հա, եթե չհաշվենք, ուրեմն շորերս անգամ ստեղ գալուց առաջ ահա որ նեղվել եմ դոկտոր ջան, ուզում եմ ասել, խնդրում եմ ինձ գումար տվեք, ես նոր շորեր ինձ գնեմ, որովհետև ես ամիսը մեկ նոր շորեր եմ ինձ գնում, բոլորը մեծանում են վրաս։ Թող որ կորուստ այդ շորերը են, որովհետև լիքը կարծում եմ բաներ եք գտել։ Հա, շատ լիքը։ Նինա ջան, ես ճիշտ ասած անկեղծ հիշում եմ մեր առաջի հանդիպումը, ոնց եկար, ոնց խոսեցինք, հələ դեռ լավ հիշում եմ, որ պլանավորել էինք մի այլ ժամանակահատվածում, հետո փոխեցինք։ Ուզում եմ քեզ հարցնել, ինչպես է քո հիշողությունները, ինչպես ես հիշում մեր առաջի հանդիպումը։ Նախ դոկտոր ջան, ես այս առաջի հանդիպման օրն էլ էի ասել, որ շատ լիքը ու այլ բժիշկների մոտ էի գնացել, բայց այն որ sense մարդկային տեսանկյունից ահել որ սկզբնական ասեմ, չէր sense ստացվել այդ ալիքը։ Քիմիան չկար, էլի։ Քիմիան չկար։ Ու քանի որ ես շատ տեղեկացված էի, ինձ թվում է դուք էլ հասկացաք այդ լրի, ոնց որ կարդացած վիրահատության մասին, ինձ այն հարցերի պատասխաններ պետք, որը ոնց որ այդ հարցերի պատասխանը միշտ օրինակում հարցում ես, շրջանցում էին դոկտորներից, բայց դուք sense Պրյամո ինձ ոնց որ կա, դուք հələ ինձ ավելի մոտիվացրեցիք ու երևի կյանքիս ամենաճիշտ որոշումն է, ես լուրջ եմ ասում, ամենաճիշտ, sense հասուն որոշումն ա եղել ձեր մոտ գալը, հետո արդեն բարիատրիկ վիրահատություն անելը։ Իմիջիայլոց այդ պատասխանը շատերից եմ լսել, որ իմ կյանքի ամենաճիշտ որոշումն ա եղել բարիատրիկ, այ որ կողքն էլ միացնում եք, մի քիչ պարտավորեցնում եմ։ Հա, չէ, բայց ես նկատի ունեմ, նայեք, բարիատրիկ վիրահատությունը ճիշտ որոշում, բայց ձեր մոտ գալ բարիատրիկ վիրահատությունը դա երկու անգամ ճիշտ որոշում է։ Երբ հասկացաք, որ ուզում եք վիրահատվել։ Դոկտոր, այդ գիտակցումը եկել է 3 տարի առաջ։ Այսինքն որ ուզեցիք փոխել ձեր կյանքը, էլի, հա։ 120 կիլոգրամ է այդ ժամանակ արդեն ու մտածում եմ, որ պետք է անեմ վիրահատություն։ Բայց քանի որ գիտեք, մամաս էլ բժշկուհի է, իր հետ կոնսուլտացիա արեցինք, հասկացանք, որ դա sense շատ լուրջ process է ու դրա համար պետք է լուրջ մոտենանք, դրա համար այդ 3 տարիների ընթացքում անընդհատ հետաքրքրվել ենք, գնացել ենք տարբեր բժիշկների մոտ կոնսուլտացիաների եւ այլն, հետո կամած ոնց որ այդ 3 տարվա ընթացքում ինձ ժամանակ է տվել համել գիտակցմանը, գայ որ ուզում եմ անեմ հաստատ բարիատրիկ վիրահատություն։ 3 տարի հետո նոր հասար ինձ էլի։ Պատկերացնում եք 3 տարի։ Հա, այդ ընթացքում տարբեր բաներ փորձելուց հետո հասկացա, որ մեկը չեմ նիհարելու, որ անգամ դիմել եմ վատ պրեպարատների, որի անունը չեմ տա, ու հասկացա, որ ճիշտ է դիմել վիրահատությանը, որովհետև մի բան էլ ասեմ, այս շատ կարևոր է, որ ավելորդ քաշից առաջացած խնդիրները ավելի լուրջ է, քան բարիատրիկ վիրահատությունից այդ կողմնակի երևույթները։ Անգամ այն օրը մի հատ կինից մոտեցավ դրսում, ասում է Նինա ջան, շատ եմ ուզում անեմ, բայց վախում եմ անեմ, որտեվ կարող է մաշկս կախվի, ասում եթե դրանից եք վախում, գնացեք հենց հիմա արեք, որտեվ մաշկը այդ ամենամինիմալ խնդիրը կարող լինի ձեր կյանքում, որ մտածեք էլի։ Նինա ջան, իսկ ամենամեծ վախը վիրահատությունից առաջ ո՞րն է ձեզ մոտ եղել, ասեք ինձ։ Նարկոզը։ Բայց հիշում եմ, որ անեստեզիոլոգը ինձ ասաց, որ նարկոզից տենց նարկոզ չկա, որ չեն զարթնում, որտեվ հիմար կինոների պատճառով են այդ նարկոզը։ Իմիջիայլոց քանի Նինան էլ ասեց, իմ մոտ նմանատիպ տենց բան կա, ուզում եմ անպայման դրա մասին խոսալ, որ հիվանդների մեծ մասը գալիս են ասում, բժիշկ ջան, ես
չեմ վախում վիրահատությունից, բայց վախում եմ նարկոզից։ Ֆիլմեր նայելուց հետո ենք վախին եկի, բայց հետո որ անեստեզիոլոգը ասեց, տենց նարկոզ հիմա չկա, որի պատճառով չեն կարա մարդիկ արթնանան։ Ես դες անկեղծ ասեմ, վերջին վայրկյանին է որ արդեն պետքա դնեիք այս մասկան, ես մտածում եմ ասեմ, չէ։ Ու հիմա հիշում եմ այդ բանը, հիշում ասեմ ոնց եթե փոխնեին ինչքան ահավոր կլիներ, նենց կամա չէ հիմա։ Հա, իմ ջայլոց անպայման կարելի է մի հատ անեստեզիոլոգներին կանչել։ Այդ Եվ այդ մասին խոսել, հա, որ հարցեր տանք, տեսնենք ինչից են վախենում եւ բացատրեն, որ այդքան վախենալու չի անեստեզիա։ Մենակ է տեղել։ Բայց իրականում որ sense նայում եմ, վիրահատությունն ավելի վախենալու, չեմ ասում որ հիվանդները վախենում, բայց իրականում դա ավելի Դե դες վստահում ենք անեստեզիոլոգին չենք տեսել, չենք տեսնում։ Վիրահատությունից քանի ամիս է անցել եւ ինչ արդյունքներ ունենք հիմա կարող ենք խոսել այդ մասին։ Միանշանակ, մի րոպե սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, 9 ամիս անցի։ Ես ունեմ 52 Արդեն երեխա կծնվել եթե 52 կիլոգրամ։ 52 կիլոգրամ կորուստ։ Իսկ ո՞նց ես քեզ զգում։ Վայ լուրջ եմ ասում, ես երևի առաջին 2 շաբաթն եմ զգացել մի քիչ ինձ վատ, բայց ոչ թե ֆիզիկապես վատ եմ զգացել, ավելի շատ հոգեպես վատ եմ զգացել, որովհետև ես սովորություններ ունեի, որից միանգամից հրաժարվել եմ։ Դա էր հոգեբանական ավելի ծանր, բայց դրանից հետո մենակ լավ եմ զգացել ինձ ամեն հարցում։ Դե sense որ պատկերացնենք ոնց որ երկու հատ մեծ ցեմենտի պարկ ուսի դրած հանել դրել Թե աստիճանները ոնց են բարձրանում, արդեն էլ մեկը վերելա կա աշխատում, չի աշխատում։ Չէ, շատ լավ եմ զգում։ Հետ վիրահատական շրջանում ինչ բարդություններ ես ընդհանրապես ինչ որ խոսում են, սա կլինի, նա կլինի, ինչ ուզում եմ խոսեմ, ինչ բարդությունների ես հանդիպել կամ որն է ամենաբարդը եղել։ Ամենաբարդը եղել է ուղեղի հետ աշխատանքը, որ գիտակցես, որ չես ուտելու էլ հաց։ Զուտ է դա։ Հա, այսինքն մարդիկ որ ուղեղ չունենան ավելի հեշտ կլինի։ Ես ես մի հատ բան ասեմ, ես բոլորին ասեմ, սա ավելի ոչ թե ստամոքսի վիրահատություն է, սա ուղեղի վիրահատություն է, որովհետև դու այդ ժամանակ ոչ թե սկսում ես աշխատես քո սովորությունների վրա։ Օրինակ իմ համար 2 շաբաթ բարդ էր եղել, որովհետև ես ուտելիքներ էի միշտ պատվիրում, իսկ այդ 2 շաբաթը չէի պատվիրում այդ ուտելիքները, ստիպված պատվիրում էի տարբեր այլ բաներ, օրինակ կենցաղային բաներ էի պատվիրում, որ այդ պատվերներից մեջից դուրս գայի, բայց ընդհանրապես լուրջ եմ ասում, ֆիզիկական առումով ոչ մի բարդություն չեմ ունեցել։ Ես անգամ 10-րդ օրը չէ, 7-րդ օրը գնացել եմ նկարահանման։ Այդ հիշում եմ, նույնիսկ ինձ զանգեցիք լորեիք մեկ, նո։ Ճիշտ է, էներգիա շուտ էր սպառվում իհարկե, հիմա ավելի օրինակ չեմ սպառում, բայց այդ օրերը մի քիչ թուլություն կար, բայց այն թուլությունը չէր, որ ասեմ, վայ վիրահատությունից հետո կա։ Հիմա էներգիան այնքան շատ է, որ չգիտես որտես սպառես, չէ՞, տենց է, ես բայց հիշում եք ասել էի այդ մասին։ Հա, ես այն ժամանակ շուտ քնում էի, հիմա դա չկա, էլ չեմ հոգնում, նորմալ շնչում եմ, ձայնս փոխվել է։ Այս աթոռների մեջ տեղ եմ անում, ես որ գիտեմ հաղորդումների հյուր, ես շատ անհարմար եմ, միշտ sense էին ասում, որովհետև sense աթոռները նեղ են միշտ, իսկ հիմա նեղ ոնց եմ նստած։ Շատ լավ է։ Եթե հանդիպեր կամ մինչև վիրահատությունը նինա, եւ վիրահատությունից հետո, երբ որ արդեն 9 ամիս անցել է, ինչ կասեիր Նինայի, որը որ պիտի վիրահատվեր։ Վազի շուտ հենց հիմա գնա Սևակ Շաբազյանի մոտ կոնսուլտացիայի։ Քանի որ մոտենում ենք մեր հաղորդման ավարտին, ես ունեմ ձեր համար պատրաստած բլից հարցեր։ Եվ եթե դեմ չեք, պետք է շարունակեք։ Ես կասեմ նախադասության սկիզբը, իսկ դուք պետք է շարունակեք։ Բայց կներեք, որ ասեք ես ունեմ ձեր համար նախապատրաստած, ինձ թվաց ասելու եք նվեր ու ստամոքսս բերեք նվեր։ Ֆորմալինի մեջ դրա։ Բայց մտքովս չէր անցել, բայց պետք է պահեք, կոլեկցիա պահեք ստամոքսի։ Կարելի է այստեղ sense բերեք, սա ստամոքսները շարել ու անունները գրեք։ Չէ, ուղարկում ենք հետազոտության այդ ստամոքսները։ Հա, բա ոնց։ Պարտադիր ուղարկում ենք պաթոգիստալոգիական։ Իշքանակ երել։ Դե, եթե դեմ չեք, անցանք։ Միշտ ուզում եմ հիշել, որ ես հոգով թմբլիկ եմ դեռ։ Ամենաշատը շնորհակալ եմ ձեզանից։ Ես ես մի բան ասեմ, ասես նոր տարուն ասել եմ Աստված եւ Սևակ Շաբազյանը երկում, հա, լրիվ լուրջ եմ ասում։ Չեմ կարող եմ շարունակել այս բաները անինան։ Մի օր ես անպայման կլինեմ իմ ուզած քաշի մեջ։ Հələ ձեր ուզածին չէ։ Չէ, ինչքան եք։ 78։ Ուզում 65 լինել։ 65, բան չմնաց։ Մինչև վիրահատությունը ես շնչակտուր էի լինում անգամ շնչելուց։ Հիմա ես արդեն լիարժեք երջանիկ եմ։ Բերեք այսպես երջանիկել, մեր հաղորդումը ավարտենք։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Կհանդիպենք, առողջ եղեք։